Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ժնևում ԱՄՆ-ի մասնակցության բանակցությունները օգնել են առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ճանապարհին։ Նրա խոսքերը մեջբերել է Deutsche Welle-ն։ Լուանդայում Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ուկրաինայում մեծ առաջընթացի մասին։ Թեև դեռ աշխատանք կա անելու, բայց այսօր մենք արդեն ամուր հիմք ունենք հետագայում առաջ շարժվելու համար, նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Մեգա Upload և Մեգա ֆայլերի փոխանակման ընկերությունների հիմնադիր Կիմ Շմիցը խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա Պուտինին կոչ է արել դաստալ կոտրված Արևմուտքին, որը խախտել է ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չընդլայնելու խոստումը և ծրագրում էր առգրավել ռուսական ակտիվները։ Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդը արևմտյան երկրներին պարտության եզրին է պահում։ Նրանց ոգին կոտրված է, ինչպես և ֆինանսները։ Ընկերության ղեկավարը հավելել է, որ Արևմուտքում ուրախացել են ԽՍՀՄ փլուզումից։ Նրանք մտադիր էին պառակտել Ռուսաստանը և գողանալ ձեր ակտիվները, դաս տվեք նրանց, հավելել է Շմիցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր ամենանշանակալի երաշխիքներին։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։ Սրանք անվտանգության ամենանշանակալի երաշխիքներն են, որոնց նախագահ Թրամփը համաձայնել է որևէ երկրի, հատկապես Ուկրաինայի համար, և հենց նրանք դարձան բանակցությունների մեկնարկային կետը, ասել է լրագրողը։ Ռավիդի խոսքով տրամադրված անվտանգության երաշխիքները համադրելի են մասնակից երկրների հավաքական անվտանգության մասին ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետի հետ։ Սա 5-րդ հոդվածի մակարդակի երաշխիք չէ, բայց շատ մոտ է 5-րդ հոդվածի նմանատիպ պարտավորություններին, և դա մեծ նշանակություն ունի, հավելել է լրագրողը։ ԱՄՆ-ն օգնել է Ռուսաստանին հասնել Հյուսիսատլանտյան դաշինքի նվաստացմանը, շնորհիվ Ուկրաինայում հակամարտության խաղաղ պլանի դրույթների, ասվում է ֆիննական թերթի հոդվածում։ Միացյալ Նահանգները կարող է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որոշում կայացնելով ազգային մակարդակով, ասվում է նյութում։ Միջազգայնագետ Թոմաս Ֆորսբերգը կարծում է, որ Միացյալ Նահանգների վարքագիծը կարող է հրահրել Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզումը։ Եթե ՆԱՏՕ-ն փլուզվի, ապա դա տեղի կունենա նման գործողությունների պատճառով, նշել է փորձագետը։ ԱՄՆ-ն օգտակար է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ եվրոպական խաղաղության ծրագիրը, սակայն կենտրոնացած է կարգավորման իր նախագծի վրա։ Այս մասին հայտնել է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով Եվրոպայի երկրների ներկայացուցիչները չեն սկսել արմատապես տարբերվող ծրագիր մշակել, որպեսզի չզայրացնեն ամերիկացիներին։ Փոխարենը նրանք աշխատել են ԱՄՆ ծրագրի շրջանակներում, ներկայացնելով իրենց առաջարկները։ Եվրոպական առաջարկները օգտակար էին դիվանագիտության զգայուն հարցերը քննարկելու համար, սակայն ամերիկացիները նախկինի պես կենտրոնացած են իրենց նախնական փաստաթղթի վրա, որպես քննարկումների հիմք, նշել է պարբերականի զրուցակիցը։